Բարև, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Կիրակի օրը Հովանավանքում, եւ այս լուսանկարը ցուցիչն է նրա, որը ստեղծության մեր ժողովուրդը իրապես գիտակից է եւ չգնաց այդ կեղտոտ Թոմասվատիզների պատարակին ճակերտավոր, որը կարգալույց եղած կաղանալ էր այլևս Ստյոպա Ասատրյանն էր անցկացնում, որին բայց մասնակցում էր Փաշինյանը, Պապիկյանը, նախարարներ, մարզպետեր, իրենց Արուն մարզպետով։ Մի խոսքով, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաեւ քանի որ կարծեմ հետո առիթ չենք ունեցել ձեզ հետ խոսելու, անցած շաբաթ մենք տեսանք թե ազգային ժողովում Փաշինյանը ինչ կեղտոտ բառապաշարը, որը մինչև անգամ ամոթ է վեճ բերել, խոսում էր վեհապարի մասին, այս ամենը ինչի դրսևորում է եւ արդյոք ձեզ ասում է սիրտը չի փառավորվել, ինքը տեսա որ ըստ էության մեծամասամբ նաեւ ոստիկաններ էին եւ համակարգի աշխատողներ եւ դրա համար ինքը երեք հայտարարեց որ Լալիթ Կիրակի եւս ինքը գնալ է Հովանավանք։ Խնդրեմ։ Տեսեք, ես փորձեմ բացատրեմ մարդկանց, թե այս կոնֆլիկտը ինչի է այսքան խորացավ, որովհետեւ եթե դուք նկատեք 2018 թվականին հարգելի քաղաքացիներ, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հենց 2018 թվականի մայիսին հայր կորյունը, այսպես ասած, մի շարժում ստեղծեց, նոր Հայաստան, նոր հայրապետ վերնագրով, որը նպատակ էր հետապնդում փոխել կաթողիկոսին, այսպես ճնշելու միջոցով։ Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուներ շատ մեծ վարկանիշ եւ միգուցե այն ժամանակ հնարավոր կլիներ այդ ճնշումով ինքը հասներ իր նպատակին, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդպեսի խնդիր չուներ, որովհետեւ այն ժամանակ էլ եկեղեցին առանձնապես չէր բացասական չէր տրամադրված 2018 թվականի փոփոխություններին, որովհետև մեր ամբողջ ժողովուրդը մեծ սպասումներ ուներ, մտածում էր, որ նոր էջ է բացվելու Հայաստանի զարգացման համար, ոչ մեկ չէր հասկանում կամ չէր նկատում, թե ինչ վտանգներ են պարունակում այդ process-ի մեջ, եւ այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով մեծ էնտուզիազմ ուներ, դրա համար կարգադրեց, այսպես ասած, իր ենթականերին, որպեսզի ներեկեղեցական խնդիրների մեջ չխորանան։ Հարաբերությունները եկեղեցու եւ Փաշինյանի միջև վատացան 2020 թվականի պատերազմից հետո, երբ որ 20 թվականի դեկտեմբերին առաջին անգամ վեհապարը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սակայն այդ հրաժարականի պահանջը օդի մեջ կախված էր եւ ամբողջ հասարակությունն էր պահանջում դա, բոլոր պետական եւ ոչ պետական կառույցներն էին պահանջում, քաղաքական ուժերն էին պահանջում եւ այդ իմաստով վեհապարի պահանջը, այսպես ասած, շարքերից մեկն էր այդ պահանջը եւ այն ժամանակ էլ բացի խոսույթից, որ իրար հանդեպ այդքան էլ դրական վերաբերմունք չկար, որևէ գործողություն չկար, ոչ եկեղեցու կողմից իշխանության դեմ, ոչ էլ իշխանության կողմից եկեղեցու դեմ։ Մեծ հաշվով 2020 թվականից նույնիսկ երբ արդեն Փաշինյանի եւ եկեղեցու հարաբերությունները այդքան լավ չէին, միևնույն է խոսույթից դուրս այն կողմ որևէ գործողություն չէր կատարվում։ Նույնիսկ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ 2024 թվականին, երբ որ արդեն հոգեվորական էր առաջնորդում բողոքի շարժումը, դուք հիշում եք այն ժամանակ եկեղեցին փաստացի որոշում կայացրեց տարանջատվել Բագրատ Սրբազանի այդ շարժումից, սարեցնելով իր կարգավիճակը, ցույց տալով, որ եկեղեցին չի ուզում մտնի ներքաղաքական պայքարի մեջ, մեսիջ ուղարկելով, որ իշխանությունը չպետք է մտնի, այսպես ասած, եկեղեցու ներեկեղեցական խնդիրների մեջ, ինչը նույնիսկ այդ շարժման ժամանակ եկեղեցի պետություն հարաբերությունների մեջ այսպիսի սուր վիճակ չկար, այսինքն խոսույթի մեջ կար իրար քննադատում էին, Փաշինյանը մեղադրում էր վեհապարին, եկեղեցին եւ հակառակը, բայց մեծ հաշվով չկար այնպիսի սուր մի հատ իրավիճակ, որը հիմա մենք տեսնում ենք։ Ինչու այդ սուր վիճակը առաջացավ։ Այդ սուր վիճակը չի առաջացել Փաշինյանի անձնական հումներից կամ, չգիտեմ, եկեղեցու հետ կապված կամ այլ ինչ-որ խնդիրներից։ Սա առաջացավ այս տարվա մայիսից։ Ինչու։ Որովհետեւ այս տարվանից սկսած հենց սկզբից Փաշինյանը ամենտեղ աղաչում էր, որպեսզի Ալիևը իրեն տրամադրի համաձայնվի ստորագրել խաղաղության պայմանագրիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որպեսզի այդ խաղաղության պայմանագրի թղթով ինքը կարողանա 26 թվականի ընտրություններին այդ թղթով հանդես գա հանրության, ասի, որ ես բերում եմ ձեզ խաղաղություն, որտեղ 21 թվականին ինքը օգտագործում էր նախկինների խաղաթուղթը, հիմա էլ արդեն չի աշխատում այդ նախկինների խաղաթուղթը, Գյումրի ընտրությունները դա վառ ապացույցներ դրա, 21 թվականին աշխատում էր նախկինների թալանի խաղաթուղթը, այսօր դա էլ չի աշխատում, որովհետև այսօրվա իրենց թալանը
նույնիսկ միջազգային կառույցների Transparency International-ի գնահատականներով մեծ հաշվով ապացուցված է, որ այսօրվա իշխանությունների թալանը նախկիններից էականապես չի տարբերվում եւ համակարգային կոռուպցիան, ինչպես նախկինում կար, այսօր նույն ձևի մնացել է, ավելին կարող եմ ասել, որ այդ ցուցանիշները օրինակ համեմատած Վրաստանի հետ մեր մոտ կոռուպցիայի ցուցանիշը 20%-ով ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում, այսինքն սա էլ չի հնարավոր չի արդեն աշխատացնել։ Միակ բանը, որ մնացել է Փաշինյանը, դա խաղաղության պայմանագրի խաղաթուղթը կարող է աշխատացնել, որը ինքը պետք է ստանա Ալիևից։ Ալիևը տեսնելով, որ այս մարդը կախված է թղթից, այսինքն տեսնելով, որ Փաշինյանը օդի մեջ կախված է, որտեղ ժողովրդի մոտ արդեն չունի վարկանիշ, ինքը փորձում է մաքսիմալ Փաշինյանից օգուտներ քաղել։ Ինչ օգուտներ ստացավ Ալիևը։ Նախ եւ առաջ Մինսկի խմբի լուծարման մասին։ Մինսկի խմբի լուծարման մասին Ալիևը հայտարարում էր, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Փաշինյանը սկզբնական փուլում մերժում էր դա, հետո հայտարարեց, որ Մինսկի խմբի լուծարման հետ համաձայն կլինի, եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի։ Բայց պարզվեց, որ հետո արդեն էլի գնաց այդ կոմպրոմիսի, ինքը համաձայնվեց, որ մինչև այդ պայմանագրի կնքումը Հայաստանը հայտով ներկայացրեց, որ ինքը համաձայն է, որ Մինսկի խումբը լուծարվի, եւ դուք գիտեք, որ այս տարվանի սեպտեմբերի 1-ից պաշտոնապես Մինսկի խումբը լուծարվեց։ Դա ինչ է նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այլևս միջազգային հարթակում այլևս գոյություն չունի։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդիր միջազգային բոլոր հարթակներում այլևս մենք չենք կարող, այսպես ասած, աշխատացնել։ Հաջորդը ինքը հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Սահմանադրության փոփոխության սկզբնական փուլում իշխող վերնախավը բոլոր բաներով դիմադրում էր, որ մենք դիսի բան չկա, մեր սահմանադրությունը չի խոչընդոտում եւ այլն։ Հետո արդեն հիմա արդեն այդտեղ գնաց կոմպրոմիսից, որ ես պատրաստ եմ փոխել սահմանադրությունը, բայց դրա համար պետք է հանրակրվեն անցկացնել, իսկ հանրակրվեն բարդ խնդիրը դա պետք է լինի ընտրություններից հետո։ Ալիևը ասաց հետեւյալը. ուտրեմ ստուլը, вечером деньги մոդելը, այսինքն կփոխես խաղաղության պայմանագիրը, բանի սահմանադրությունը կստանաս խաղաղության պայմանագիր։ Փաշինյանը տեսնելով, որ փաստորեն չի ստանում այդ թուղթը, փորձեց, այսպես ասած, այդ խնդրանքները դիմել ամերիկացիներին, թուրքերին։ Էրդողանին մեծ խնդրանքներով, Էրդողանը ըստ էության տարբեր տեսակետներով համաձայնվել է, որ պետք է ստիպի, որ Ալիևը մինչև ընտրությունները տա այդ թուղթը, իսկ ինչ վերաբերում է ամերիկացիները փաստացի յուրօրինակ օգոստոսի 8-ին ստորագրելով այս թուղթը որոշակի նվեր տվեցին, ֆորա տվեցին Փաշինյանին, որպեսզի Փաշինյանը գոնե այս փաստաթղթով կարողանա ինչ-որ իմաստով լուծել իր ընտրությունների խնդիրը, բայց դա քիչ է, Փաշինյանը հասկանում է, որ իրեն պետք է լիարժեք խաղաղության պայմանագիր, որը չստորագրվեց օգոստոսի 8-ին։ Ալիևը ասաց, որ ես նախաստորագրության կողմնակիցն եմ, որտեղ քանի դեռ խնդիրները լուծված չեն, ես չեմ համաձայնվի։ Հիմա տեսեք, ուրեմն կան ոչ հրապարակային պահանջներ։ Ոչ հրապարակային պահանջներից մեկն է, ուրեմն ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դա ոչ հրապարակայինն է, եւ հայ առաքելական եկեղեցու կառուցվածքի փոփոխությունը։ Դա ինչ է նշանակում։ Հայ առաքելական եկեղեցին մենք գիտենք, որ էքստերիտորիալ կառույց է, այսինքն դա ոչ միայն հայաստանյան կառույց է, այլ հայության կառույց է։ Այսինքն այստեղ երբ կաթողիկոսին ընտրում են ամբողջ հայության կողմից եւ կաթողիկոսն էլ ամենայն հայոց կաթողիկոս է, ոչ թե Հայաստանի կաթողիկոս է։ Ադրբեջանցիներն ու թուրքերն ասում են, քանի որ կաթողիկոսը կախված է ամբողջ հայությունից եւ Սփյուռքը ունի ազդեցություն կաթողիկոսի վրա, ուրեմն այդ քանի որ Սփյուռքներ կախված չէ մեզանից եւ Սփյուռքը անդադ ճնշումներ է տալիս ցեղասպանության խնդիր, Թուրքիայի դեմ եւ այլն, դու Փաշինյան պետք է փոխես Հայաստանի եկեղեցու կառուցվածքը այնպես, որպեսզի կաթողիկոսը կախված չլինի Սփյուռքից, դա առաջի պահանջն է։ Եվ երկրորդ պահանջը, որ կաթողիկոսը ըստ էության թեև դու համաձայնվել ես, որ պետք է խաղաղ պայմանագիր կնքես Ադրբեջանի հետ, բայց ինքը անդադ ինչ-որ հարցեր է դնում, որ Ադրբեջանում եկեղեցիների խնդրեմ կա, գերիների խնդրեմ կա, բան եւ այլն, ինքը խախտում է, խանգարում է մեր երկխոսության համար։ Բացի այդ, Փաշինյանը համաձայնվել է, որ խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան։ Ես որպեսզի դա դրույթը հիմնավորեմ, ասեմ, որ այս տարվա մայիսին Անկարայում անցկացվել է արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանս, որտեղ այսպես ասած կոնֆերանսին հղում է արել կոնֆերանսին
կարդացել են Ալիևի ճառը, որտեղ նա հայտարարել է, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստան տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվի։ Այսինքն Ալիևը սա պաշտոնապես է հայտարարել եւ ոչ պաշտոնապես պահանջել է Փաշինյանից, որպեսզի Փաշինյանը համաձայնվի դրա հետ։ Ինչը արել Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հարցազրույցի ժամանակ ինքը հայտարարեց, որ այո, խաղաղության պայմանագիր կնքումից անմիջապես հետո ադրբեջանցիները կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը Հայաստան, սա ես ասում եմ մայիս ամսվան ժամանակ։ Եվ այդ ժամանակ Փաշազադեն արդեն բնականաբար Ալիևի եւ Էրդողանի հորդորով արդեն հայտարարեց, որ փաստացի պետք է փոխվի պաշտոնապես եկեղեցու կառուցվածքը եւ ընդհանրապես այդ եկեղեցին դա ռևանշիստական կառույց է, խոսքը հայ առաքելական եկեղեցու մասին է խոսքը, ռևանշիստական կառույց է, ինքը թույլ չի տա, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, իսկ որ եթե Հայաստանի իշխանությունը ուզում է ապացուցել, որ ինքը համաձայն է, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ապա ինքը պետք է փոխի Հայաստանի եկեղեցու կառուցվածքը, որպեսզի այն ռևանշիստական չդառնա։ Սա Փաշազադեի, այսպես ասած, մեսիջն էր եւ ավելին որպես հակադիր պատասխան Փաշազադեն հայտարարեց, որ ստեղծվում է այս տարվա մայիս ամսին առաջին անգամ ստեղծվում է արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, այսինքն Հայաստանի տարածքին, որ պետք է ադրբեջանցիները վերադառնան, Փաշազադեն ստեղծում է արդեն, ստեղծված է արդեն արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, որը պետք է սպասարկի այդ արդեն վերադարձած ադրբեջանցիների կրոնական, այսպես է, պահանջները։ Սա ես ասում եմ, այն ինչ որ կա։ Հիմա Ալիևն ու Էրդողանը Փաշինյանն ասում են, եթե դու իրապես կուլիսներում ինչ որ մեծ խոսք ես տալիս հրապարակային, որպեսզի դու ապացուցես, որ դու չես խաբում մեզ, դու պետք է կոնկրետ քայլերի դիմես։ Առաջին քայլը դա այն է, որ դու պետք է կոտրես այս եկեղեցին եւ նրա կառուցվածքը։ Մտածի ոնց կոտրես։ Հենց այս տարվա մայիսից Փաշինյանը որպես տնային աշխատանք, որպեսզի ապացույցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը այդ խնդիրը անկեղծ է փորձում լուծել, հրահանգում է իր ամբողջ պետական համակարգին հարցակում սկսել եկեղեցու դեմ։ Առաջինը իր Facebook-յան գրառումով ինքը սկսեց խոսել, որ եկեղեցիները դա չուլանի են վերածվել, որ կաթողիկոսը ըստ էության այդ լեգիտիմ չէ որպես կաթողիկոս, որ եկեղեցին ընդհանրապես վատ է կառավարվում, այնտեղ շատ, այսպես ասած, մաֆիայի բուն է դարձել, իր կինը դա այդպիսի բան հայտարարություն արեց։ Հետո սկսվեց արդեն process-ը, այսինքն իրենք ինչ արեցին։ Բագրատ Սրբազանի 2024 թվականի ինչ որ փաստերի հիման վրա գործ բացեցին եւ հիմա գնում է այդ գործը։ Հիշեցին, որ Միքայել Աճապարյանը անցյալ տարի կամ նախանցյալ տարի ինչ որ հայտարարությունով էր հանդես եկել, հիշեցին այդ ամենը եւ իր վրա գործ բացեցին։ Այդ գործ բացելը զուտ այն բանի համար էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ցույց տա Ալիևին եւ Էրդողանին, որ իրենց կողմից առաջադրանքը տրային աշխատանքը ինքը կատարում է։ Սա շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, այստեղ կաթողիկոսի կամ առանձին եկեղեցականների խնդիր չէ։ Սա նույնիսկ առաքելական եկեղեցու վերնախավի փոփոխություն չէ։ Սա հայ առաքելական եկեղեցու ոչնչացման խնդիր է։ Դրած որը Նիկոլ Փաշինյանը կատարում է, որպեսզի այն թուղթը ստանա, որպեսզի թղթով կարողանա ձեզ ընտրությունների ժամանակ խաբել, որպեսզի կարողանա վերարտադրվի, որտեղ այս մարդը իր 7 տարիների ընթացքում միայն խաբելով է զբաղված եղել, միայն իհարկե ինչ-որ խնդիրներ լուծել է մանր-մունր կենցաղային, բայց գլոբալ իմաստով ինքը բերում էր խաղաղություն, ասում էր, բերեց պատերազմ, ինքը բերում էր օլիգարխիայի եւ կլանային համակարգի վերացում, սարսափելի մի օլիգարխիկ համակարգ է դարձել, որի դրա արդյունքը այն գներն են, որ Հայաստանում կան, դուք տեսնում եք, թե ինչ սարսափելի մեծ փոփոխություն է կատարվել սոցիալական կյանքում, որ մարդկանց կենսամակարդակը ուղղակիորեն անգամներով է իջել մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, բայց այս դրա առանձին թեմա է, առանձին խոսակցության թեմա է։ Հիմա այս եկեղեցու դեմ պայքարի տրամաբանության մեջ նաև ձերբակալվեց Սամվել Կարապետյանը ընդամենը մեկ նախադասության համար։ Այսինքն այս ամենը Նիկոլ Փաշինյանի կողմից դա ոչ թե իր անձնական ցանկությունն է, ինքը ըստ էության պարտադրված որոշումներ է, որին իրեն տալիս են Ալիևն ու Էրդողանը։ Ալիևն ու Էրդողանը հրապարակային չեն ասում դրա մասին, որտեղ միջազգային հարթակներում ընդունված չի, որ աշխարհիկ գործիչները խոսեն կրոնական գործիչների մասին բացասական ձևով։
իրենք դա բան են արել, լիազորել են Փաշազադեին, որտեղ ինքը կրոնական գործիչ է, որպեսզի Փաշազադեի միջոցով իրենց շրջաբերականները իջեցվի Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանն էլ այդ ամենը փաստացի ի կատար է ածում, որպեսզի ապացուցի Ալիևին եւ Էրդողանին, որ ինքը պատրաստ է լուծել եկեղեցու խնդիրը, որպեսզի ինքը ստանա այդ Բաղդադի նվերը Ալիևից, որը իր պատկերացմամբ իրեն թույլ կտա, որ ինքը վերարտադրվի 26 թվականին։ Սա է խնդիրը։ Հիմա դուք հարց կտաք, իսկ այդքան կարևոր է 26 թվականի ընտրությունների համար, իհարկե կարևոր է, որտեղ ի տարբերություն նախորդ ղեկավարների, այս մարդը հասկանում է, որ եթե ինքը հանգարց չվերարտադրվեց, ինքը կարող է հայտնվել